Պարոն Հարությունյան, ոչ ընտրական պրոցեսների հետ կապված վերջինորեն շատ ակտիվ քննարկվում է Ծանրամարտի ֆեդերացիայի հայտարարությունը, դուք ուզում եք Գագիկ Ծառուկյանին Օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնից հեռացնել։ Ինչու՞։ Նախընտրական շրջանում, երբ որ Ծառուկյանը հայտարարել են մասնակցել մասին, դրանով պայմանավորված չի, այլ պայմանավորված է նրանով, որ նախ Ծանրամարտի ֆեդերացիան, որը հիմա գլխավորում եմ, ստանում է ինչ-որ կարճ ժամանակ առաջ ասամբլեայից ՀԱՕԿ-ի օրակարգ, որտեղ այլ հարցերի շրջանակներում գրված է ընտրություններ։ Ուզում եք հասկանանք, այդ ինչի ընտրություն է, մի քանի անգամ գլխավոր քարտուղարը կամ մեր աշխատողներից չեմ հիշում, ով կապվում է ՀԱՕԿ-ի հետ և փորձում է պարզել դա ինչ ընտրություններ են։ Եվ մեզ հասած տեղեկությունից տենց փորձում էին այս ամբողջ պրոցեսը նախընտրական այս փուլում սղացնել, անցկացնել, այն ինչ ՀԱՕԿ-ը լուրջ կառույց է և անհրաժեշտ է, որպեսզի այդ գործընթացները անցնեն պատշաճ մակարդակով և այդ հայցն է ներկայացվել նախ այդ ասամբլեայի ընտրությունները հայցի ապահովել և առժամանակ հետաձգել մինչև որոշում կլինի և երկրորդը մենք մեր հայցի մեջ նաև երբ որ ուսումնասիրեցինք ավելի լուրջ գործընթացները վերջին ամիսներին նաև ներկայացրել ենք այն խնդիրները, որոնք կան ՀԱՕԿ-ում։ Ես չգիտեմ այս պահին երբ դա կլինի, որովհետև դատարանը հայցի ապահովում է տվել և ըստ այդ դրա էլ նաև երբ որ կլինի վճիռ այս կամ այն կողմ, նոր ըստ դրա կարելի է ամենայն դեպս օրենքն է այդպես ասում և ըստ դրա կշարժվենք, բայց բերել այս թեժ փուլում նաև այտենց փորձել խնդիրներ լուծել։ Ասում եք, եթե ընտրություններին չմասնակցեք, Ես ձեզ ասեմ, հարգելի գործընկերներ, և ձեզ շատ ուղիղ եմ ուզում ասել, սրա մասին սպորտային աշխարհը չի խոսում, բայց ես հիմա կասեմ։ Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը և Գագիկ Ծառուկյանը իրավունք չունի այլևս 70-ը լրանալուց հետո հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին։ Եվ հիմա իրենք փորձում են այսպիսի